Հայաստանի գլխավոր դատախազությունում քանի գործ կա ռազմական հանցագործ համարվող ադրբեջանցիների դեմ։ Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը գիտի, որ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանական Հայաստանը միայն մեկ ադրբեջանցու նկատմամբ է հետախուզում հայտարարել։ Այդ մեկն էլ ֆուտբոլային մեկնաբան է։ Վարույթները պաշտպանված են գաղտնիության ռեժիմով եւ տեղեկատվության ազատության մասին օրենքը հնարավորություն չի տալիս առկա տեղեկատվությունը փոխանցելու։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մեր իրավապահների տեսադաշտում չկա։ Ինչու այն դեպքում, երբ որ նրանք ակնհայտորեն մտել են Հայաստանի սուվերեն տարածք դուրս չեն գալիս, միայն կարող եմ ասել, որ անուշադրության մատնված վարույթ չունենք ձեր նշած ոլորտում եւ նախաքննությունն ընթացքի մեջ է։ Մինչ Հայաստանում նախաքննություն է, Ադրբեջանում հետախուզում է հայտարարված 300 հայի նկատմամբ։ Մի քանի տասնյակ գերիներ անցնում են այս կամ այն շինծու մեղադրանքներով։ Տիկին դատախազ։ Հայաստան խմբակցության ղեկավարն ուզում է, որ տիկին դատախազն ասի, ընդհանրապես ինչ է արել դատախազությունը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Օհանյանին որոշ դատախազներ ասել են, ջոկատ են կազմել, սահման են գնացել, մինչև 300 մետրանոց դիրքեր պահել, բայց դատախազի գործը դիրք պահելը չէ։ Պատերազմական օրերին դիրք պահողի գործողությունները ուշադրության կենտրոնում պահելն է։ Եթե իրենք իրենց գործառույթները կատարեին եւ օրինականության պահպանման, նույնիսկ ասենք փախուստի դեմ պայքար մղեին, իրենք կարող էին, ասենք 10-20 կիլոմետր տարածքի օրինականություն ապահովել։ 44 օրերին պաշտպանության բանակը 283 կիլոմետրից 265 կիլոմետրը պահել է, բայց պետությունը ոչինչ չի արել ճեղքված հատվածը փակելու համար։ Ավելացնում է պաշտպանության նախկին նախարարը։ Օհանյանն ուզում է, որ գլխավոր դատախազն ասի, որտեղ է թերացել պետական կառավարման համակարգը։ Պարտության մեղքը միայն բանակի վրա գցելով չէ։ Պատերազմները հաղթում են պետությունները, որոնք միայն զինվորականներից չեն բաղկացած։ Ձեր կողմից նշված մյուս բոլոր գործողությունները դրանք դատախազական լիազորություններից չեն բխում։ 2024-ի կատարողականը խորհրդարան բերած գլխավոր դատախազն արդեն 5 տարի է չի ուսումնասիրում, թե որքանով են պետականամետ եղել պաշտոնյաների գործողությունները 2020 թվականի պատերազմի օրերին։ Արձանագրում են ընդդիմադիրները, հետաքրքրվում, գնացել է գլխավոր դատախազությունը ֆակտորի այն հրապարակման հետքերով, ըստ որի 44-օրյա պատերազմի 4-րդ օրը, երբ իշխանությունը պետք է 24-ժամյա ռեժիմով զբաղված լիներ անվտանգային հարցերով, Հայաստանի վարչապետը որոշել է նոր մենաշնորհ ստեղծել ԵԱՏՄ տարածքում իրականացվող ապրանքների դրոշմավորման ոլորտում։ Պարզվել է այն օպերատորին, որ ընտրել են, պատահականորեն պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի սեփական ընկերությունն է եւ դրանից հետո էլ չի աշխատել, հարուցվել է քրեական գործ։ Պետք է ներողություն խնդրեմ, քանի որ էլի ակտիվ քննության փուլում գտնվող վարույթ է, որի վերաբերյալ տվյալ չեմ կարող ներկայացնել, մինչև այն փուլը, երբ որ պատրաստ կլինենք արդեն գոնե անիֆի չափ տեղեկատվություն ներկայացնել։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի անիֆի գործունեության հետ կապված քրեական վարույթ նախաձեռնելուց 1.5 տարի անց գլխավոր դատախազն ասում է, վարույթն ակտիվ նախաքննության փուլում է։ Խոսքը կոռուպցիան թիվ 1 թշնամի հայտարարած Փաշինյանական Հայաստանում $60 միլիոն մսխելու մասին է։ Առաջիկայում նաև քրեական հետապնդման հնարավորությունները չենք բացառում շատ կարճ ժամանակահատված հետո։ Աննա Վարդապետյանի խոսքով քննչական կոմիտեում քննվում են անիֆի մի շարք աշխատակիցների բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանալու մի շարք ընկերությունների հետ առերևույթ չարաշահումներ կատարելու դրվագները։ Հայկական ավիաուղիներ Փակbaşնետիրական ընկերության Flyarna, Anji Service, Outsource SP, Areva Consulting, Caucasus Services, Midcube K&G, Masdar, Սերմից Ֆերմա, Hard Rock, Global Connect, Tavros, ապագա Project ընկերությունների հետ։ Իսկ նախկին ու ներկա պաշտոնյաներ անցնում են անիֆի գործով։ Գլխավոր դատախազն ասում է, պաշտոնյաներ կան հարցաքննվողների մեջ։ Մեկ դրվագով բավական լուրջ գումարի մասին, մոտ $2 միլիոն մասին է խոսքը, մեկ դրվագով ունենք արդեն հեռանկարով քննություն, հեռանկարի նկատի ունեմ քրեական հետապնդման։ Իդեպ գլխավոր դատախազությունը չի կարող ասել Հայաստանում համակարգային կոռուպցիա կա, թե ոչ։
Ավելին, Աննա Վարդապետյանը դեռ չի հասցրել ուսումնասիրել, թե արդյոք համակարգային են կոռուպցիոն հանցագործությունները 2018-ից հետո։ Համակարգային Ժամանակ է պետք, որպեսզի նույնականացվեն դերակատարներն ու կապերը քաղաքական թիվ 1 ամբիոնից, արդարանում է գլխավոր դատախազը։ 147 միլիոն Արփի Սուքեսյան, Նորար Շարբաթյան, Նորար Հակոբյան, Հայլուր։ 16